Ողջույն հարգելիներս, ես ստուգում եմ ուսանողի աշխատանքը եւ վերլուծում եմ իր չափերը, բայց տարբերակով տեղադրում եմ, քանի որ ես ներկայացնում եմ գիրքը եւ իմ գրքի գնորդները կարող են նույնպես հետեւել նմանատիպ տեսանյութերին, որպեսզի ավելի հեշտ կարողանան նախագծել հատկապես M-concept մեթոդով։ Ես արդեն տեղադրել եմ YouTube-ում նմանատիպ տեսանյութեր, որտեղ ես չափսերը վերլուծում եմ տիպային չափսերով օգտվելով կանացի գոստերից, կոնկրետ կանացի չափեր եմ հիմա վերլուծում։ Հիմնականում մեզ հարկավոր են հասակը, կրծքի շրջագիծը եւ կոնքի շրջագիծը։ Այս երեք չափերով կանաչ չափերը մենք կարող ենք գտնել մնացած չափերը։ M-concept-ը ունի համարակալում, այս համարները ցույց են տալիս չափի համարը եւ այդ համարը մեր գոստերի մեջ տեղադրված է, ահա այսպես կողքից եւ այստեղ նայում ենք մեր չափերը։ Նմանատիպ տեսանյութեր կա, հիմա այդպես չեմ մանրանա, ուղղակի արդեն միանգամից կգրեմ, թե ինչ համեմատություններ կա անհատի վրա իր չափած եւ գոստը ինչ է առաջարկում։ 170 հասակ չենք մոռանում, որ հասակը 170 է, որտեղ հենց այս հասակից ելնելով մենք կատարում ենք մեր վերլուծությունը։ Այստեղ գոստը առաջարկում է, որ բարձրություն կոդկատեղի չափը պետք է լինի 107.6, ծնկի բարձրությունը 47.2, դեռ տեղադրում եմ այսպես, հետո արդեն կաշխատենք։ 76.9, այստեղ կարող ենք արդեն գրել 77, այստեղ 110.7, այստեղ 108.6, այստեղ երկու չափ էր տեղադրված, ես վերլուծել եմ երկու չափը, դրա համար տատանվում է ուսանողի կողմից ներկայացված չափերը, ես նայելու եմ շրջագծերը երկուսն էլ, ասեմ, որ շրջագծերը ինչ էլ որ լինի, գոստը կարող է չնայել, սա հենց այնպես ենք օգտագործում, ինչպես որ անհատից չափել ենք։ Հիմա ուշադրություն ենք դարձնում բարձրություն նստամկանի ծալքի չափին, որտեղ 81 է, իսկ այստեղ 76 է։ 76.9, այսինքն 77-ը ասում է այն մասին, որ տիպային, սովորական, որ չկա ինչ-որ առանձնահատկություն, չկա վիզուալ երկար ոտքեր կամ ընդհակառակը բարձր նստամկան, ուրեմն պետք է լինի ամենաշատը, եթե շատ տարբերություն կա 78 օրինակ համար, դա պլյուս մինուս այդպես ասեմ, 1, 1.5 մոտավորապես, բայց ոչ 81, այսինքն 81 արդեն բավականին շատ, այսինքն այստեղ տարբերությունը ոչ թե 1-2 սանտիմետր է, այլ շատ է։ Դա արդեն ասում է, որ մենք պետք է վիզուալ տեսնենք ոչ թե այսպես սովորական նստամկան, այլ այսպիսին։ Հիմա ես մի փոքր նկարեմ մարդու ոտքի այս կողքի մասով, որ դուք պատկերացնեք ինչի մասն է խոսքը։ Այսինքն մենք վիզուալ գոտկատեղից այս ներքև պետք է տեսնենք, ահա այսպիսի հետևամաս, այսինքն բավականին բարձր։ Սխալ նկարեցի։ Ահա այսպես է, այսինքն վիզուալ մենք տեսնում ենք բավականին բարձր, որ հենց այդ տարբերությունը մենք տեսնում ենք, որ այդպեսին է։ Եթե վիզուալ դա այդպես է, եթե իրոքից նստամկանի ծալքի բարձրությունը 81 է, որտեղ մենք չափում ենք միջև հատակ, եթե այդպես է նստամկանի ծալքի բարձրությունը, ուրեմն ճիշտ է։ Այս չափը կարող եք մի քանի անգամ չափել, այն պետք է լինի մոտ այս թվին, եթե մոտ չի, ուրեմն առանձնահատկություն է դա։ Երկրորդ չափը ուշադրություն ենք դարձնում 58-ը։ Այստեղ երկու տարբերակ կա, կամ ուսանողը չափել է գոտկատեղից մինչև ծնկի մակարդակ եւ ստացել է 58, կամ սխալ է չափել, որտեղ չափը պետք է չափեն հատակից մինչև ծնկի մակարդակ եւ չափել է շատ բարձր, չափել է այնտեղ, որտեղ որ ինքը կուզեր, որ իր կիսաշրջազգեստը լինի, բայց բազային գծագրելիս մենք չենք ընտրում այն մակարդակները, որտեղ մենք կուզենք, մենք ընտրում ենք այն մակարդակները, որտեղ իրոքից պետք է լինի ծնկի մակարդակը, գոտկատեղի մակարդակը, ոչ թե այնտեղ, որտեղ ես կուզենայի, որ լիներ ծնկի փեշաբերանի եզրը կամ որտեղ կլիներ իջեցված գոտկատեղը եւ այլն։ Այսինքն մենք պետք է ընտրենք բազայինի դեպքում հենց այն մակարդակները, որ մեր մարմնի իսկական մակարդակն է, իսկական դիրքն է։ Հետո նոր գծագրի վրա դրանք իջեցվում են, կարճացնում են, երկարացնում են, ոնց ուզում եք, փոփոխությունը կատարվում է հետո։ Բարձրություն գոտկատեղի կողքից եւ առջևից այս երեք բարձրությունները թեկուզ նրա որ այսպիսի տատանումներ կան, բայց այս տատանումները չեն խանգարի, որպեսզի մենք ունենանք այսպիսի ձևավորված գոտկատեղի եզր, վատ չի լինի սա, եթե մենք այն ընդհանրապես չփոփոխենք։ Բայց եթե կա թեկուզ մի տոկոս, որ սխալ կարող է, հնարավոր է, այո, ես կարող եմ փոքր բարձր դրած լինեմ, այո, հնարավոր է, ես սխալ եմ չափել։ Ուրեմն եթե կա տարբերակ, որ կարող ենք գոստերից օգտվել, ապա կարող ենք այս չափերը ընտրել հենց այնպես, ինչպես որ գոստերում կա։ Իսկ եթե հնարավորություն չկա գոստերից օգտվելու, ուրեմն ոչինչ չի լինի, անհատական չափերից այսրանք պետք է լինեն հենց այնպես, ինչպես որ կա։ Իսկ ինչպես հասկանանք բարձրություն նստամկանի ծալքի եւ բարձրություն ծնկի չափերի սխալները, եթե մենք չենք կարողանում, այդպես համարենք, որ չենք օգտվելու, ընդհանրապես չգիտենք ինչ է գոստերը, չենք օգտվելու այս տաբլիցաներից եւ ուզում ենք, որ այս դրանք էլ ճիշտ վերցնենք։ Դե բարձրություն ծնկի չափը այսպես թե այնպես մեկ անգամ չափեցինք եւ դա մեր մեջ կֆիքսվի եւ մենք ճիշտ կչափենք այդ չափը։ Այստեղ ցույց տամ։ Հատակը մեր մոտ դա հատակն է։ Եվ ծնկի մակարդակը այն պետք է լինի հենց ծնկի մակարդակը եւ չափում ենք հատակից մինչեւ ծնկի մակարդակ։ Նստամկանի ծալքը դա հենց այս ծալքն է այստեղի
Եվ չափում ենք այս ծալքից ուղղահայաց մինչև հատակ։ Այս երկու չափը պետք է այդպես չափեն։ Ոչ թե վերև, ոչ թե կոնքի մակարդակը, այլ ծալքի ներքևով։ Գոտկատեղի բարձրություն չափը, սա մեր գոտկատեղի մակարդակն է։ Այս գոտկատեղի մակարդակը, սա նույնպես մեր հատակն է։ Ուղիղ կանոնով, սա ուղիղ չափ է, ուղիղ կանոնով դնում ենք այնպես վիզուալ պատկերացնում ենք այսպես ճառագայթային, որ սա մեր գոտկատեղի մակարդակն է եւ չափում ենք, սա բարձրություն գոտկատեղի չափն է։ Բարձրություն գոտկատեղի կողքի չափը, այստեղ ցույց տամ, գոտկատեղի մակարդակից կողքից չափում ենք կոր մինչև ամենաարտահայտված մասը կոնքի, այնուհետև ուղղահայաց մինչև հատակ։ Սա բարձրություն գոտկատեղի կողքի չափն է։ Բարձրություն գոտկատեղի առջևի չափը չափում են մեջտեղի մասով առաջամասի։ Եթե փորիկ կա, ասենք օրինակ այստեղ կարող են փոքր այսպես շատ չափազանցած նկարեցի, բայց մոտավորապես չափում են կոր, այնուհետև ուղղահայաց մինչև հատակ, այսպես ուղղահայաց մինչև հատակ։ Հպվում է փորի մասին, այնուհետև ուղղահայաց ցած։ Դա էլ բարձրություն գոտկատեղի առջևի չափն է։ Սրանք հիմնական այն չափերն են, որոնք գտնում են մեր մակարդակները, կոնքի մակարդակը, ծնկի մակարդակը, ծնկի չափն էլ այստեղ այսպես նշեմ, բարձրություն ծնկի եւ նստամկանի։ Սա բարձրություն նստամկանի ծալքի, բարձրություն ծնկի։ Այս բարձրությունները ձևավորում են գոտկատեղի գիծը եւ գտնում են մակարդակները։ Ահա այդպես մենք գտնում ենք կիսաշրջազգեստի տեսքը, մակարդակները։ Հիմա ըստ հաշվածների, ես այստեղ արդեն առանձնացրել եմ, ահա սա։ Ըստ այս չափերի այստեղ ստացել է ուսանողին 16.35, 16, այսինքն 41 51 կետը, սա մեր գոտկատեղից մինչև կոնք ընկած մակարդակն է, այն ստացել է 16.3, ուրեմն էլի նորից մտնայում ենք ինչ չափի համար ենք նախագծել, 170 հասակը չի կարող ունենալ 16, եթե չկա բարձր մկան, եթե օրինակ, այո, հենց այդպես է, այստեղ մկանը բարձր է, նստամկանը բարձր է, ու հաշվենք այդպես, նստամկանը բարձր է, այդ դեպքում այս բարձր հատվածը, այստեղ այո, հնարավոր է, որ կարճ ստացվի, եթե հասակը 170 է։ Իսկ շատ կարևոր է, որ իրոքից այդպեսի լինի չափը։ Դա այնպեսի չափեր են, որ մարդը միայն իր վրա մի քանի անգամ պետք է չափելով, համեմատելով տեսնի։ Միայն այդ չափի ճշգրտությունից է գալիս ճիշտ մակարդակը։ Ինչ է բերում, եթե մակարդակը ճիշտ չի լինում։ Այդ դեպքում կիսաշրջազգեստի կոր հատվածը ձևավորվում է այնտեղ, որտեղ չկա այդ կորությունը, եւ այդտեղ ստանում եք ավելնորդ կտոր։ Ես դրանց ականջներ եմ ասում, ճիշտ ասած, ոնց որ ավելնորդ կտոր լինի, բայց կոնքը իրականում ներքև։ Իսկ կոնքի մակարդակում նեղ է ստացվում կամ լավ չի ստացվում։ Դա այստեղ նեղ չի ստացվի, որտեղ կիսաանդգրկող եք նախագծում ամեն դեպքում։ Так, եւ այստեղ գծագրի վրա ես կանաչով առանձնացրել եմ, սա իրականում իմպրովիզ է արված ուսանողի կողմից։ Ընդհանրապես ես այսպես առանձնացրել եմ, որտեղ այստեղ չկա նման գործողություն, օրինակ բարձրացնել այս հատվածը, բարձրացնել, ձևավորել այդպես, ինչպես որ օրինակի համար դուք մտածում եք, որ կարող է դա այդպես ճիշտ լինի, սա չկա այդ գործողությունը։ Եթե դուք գործողություն եք ավելացնում, բնականաբար կստանաք ինչ կստանաք, ինչ որ ավելացրել եք։ Կամ գործողություն պակասացնել։ Օրինակ մեկ այլ ուրիշ ուսանող կար, որ ինքը բոլոր այս չափերը հանել էր եւ թողել էր մի քանի չափ, ինչ որ ինքը նախագծել էր։ Եվ այդպես իհարկե չստացվեց մեր հետ փոխադարձ կապը, որովհետեւ չի ստացվի գծագիրը, եթե չկան այս բանաձևերը։ Դա արդեն կստացվի մեկ այլ ուրիշ գծագիր, ուրիշ մեթոդով, որը նույնպես հնարավոր է նախագծել։ Ես նախագծման process-ը ցույց չեմ տալիս հիմա։ Իհարկե ես կարող եմ հիմա նախագծել եւ ստանալու ուրիշ տեսակի, այստեղ ճիշտ է, ես հաշվել եմ չափերը, ճիշտ է տեղադրված կոնստրուկտիվ հատվածները, այստեղ ճիշտ է հաշվարկված ըստ այս չափերի, ճիշտ է հաշվարկված ամբողջ հաշվարկները, այսինքն ճիշտ է կարողացել տեղադրել, կարողացել է ամբողջ հատվածները առանձնացնել, բանաձևի մեջ ճիշտ տեղադրել, հաշվել ճիշտ կոնստրուկտիվ հատվածները ըստ այս արժեքների, այստեղ ճիշտ է նախագծված, հիմնական ցանցը ճիշտ է, այսինքն 41-ից 51, 41-ից 71 ըստ մեր այս բանաձևերի բոլորը ճիշտ է տեղադրված։ Լայնությունները ճիշտ է, 51-54 հատվածը ճիշտ է տեղադրված հատվածները։ Այստեղ ուղղակի ստացել է բարձր հատված, որտեղ 4 սանտիմետր տարբերություն է տալիս, որովհետև ինչու է 4 սանտիմետր։ Իսկ ուրիշ դեպք չի կարող լինել, եթե չափն է այդպեսին։ Իսկ եթե 110 բարձրություն գոտկատեղի կողքի չափն է, իսկ 100 Նշում այս ինչ չափեր է սա 105 իսկ 105 ստացվում է մեր այս բարձրություն գոտկատեղի, այսինքն 5 սանտիմետրի տարբերություն է։ Դե բնականաբար այստեղ կստանայինք այդ տարբերությունը, դա կոնքի հատվածում չէր կարող չլինել, որտեղ արդեն չափն է այստեղ տարբեր։
Նախագծում է ես հետո էլի որոշ ձևով ձեզ կբացատրեմ, դե թվային համակարգը, ես ասացի, որ թվային համակարգը այստեղ կա վիդեոյի հարկեր ուսանողների համար հասկանալու, բայց այսպես նույնպես բացատրեմ, որ այստեղ 41 օրինակ 4-ը դա հորիզոնական գծի արժեքն է, մեկը օրինակ հետևամասի սագիտալ հարթության այդ մեկն է։ Կողքիցը օրինակ 44 կարող է լինել, որտեղ այստեղ այս կողքի ուղղահայաց եւ հորիզոնական թվերի միացումն է այս հատման կետերն են։ Կետերի անվանումները այստեղ թվային է։ Այս մեթոդը տարբերվում է նրանով, որ այստեղ բարձրություններից գտնում եմ մեկ այլ ուրիշ բարձրություն։ Ես չեմ փոփոխել եւ տալիս եմ հենց այս տարբերակով, որպեսզի այս մեթոդը եւ մյուս մեթոդը օրինակի համար դա որպես բանաձև եւ բանաձև միշտ կա հեշտ տարբերակը, սա միջին բարձրության է, սա բարձրն է ավելի։ Այս երկու մեթոդներով հետո կարելի է նոր մեթոդ ստեղծել, կարելի է հաշվարկներ անել, ստեղծել նորը։ Սա այդպիսի հնարավորություններ է տալիս, որ դուք կարողանաք ավելի շատ բանաձևեր ունենաք, շատ վերլուծություններ կարողանաք անել։